մեր հաջորդ զեկուցողը Աշոտ Սիմոնյանն է, որը ներկայացնելու է Սյունիքի գոյապայքարի մասնակիցները քաղաքական հետապնդումների թիրը 1920-37 թվականները։ Ես ճիշտ ասած Տիգին Խառատյանը ես երկու անգամ հենց գիտաժողովի հրավիրում եւ շատ պատահաբար, բայց համընկել է այնպես, որ այդ թեման հենց այդ պատրաստում եմ ինչ-որ գիրք հրատարակեմ եւ Տիգին Խառատյանը հենց այդ թեման ինձ առաջարկում է, ես էլ ոնց որ 17 թվականի դեկտեմբերին հիշում եմ գիտաժողով հրավիրեցիք իմ 30-31 թվականի ապստամբությունների գիրքն էի պատրաստում եւ համընկավ ես մեկն էլ բանը դա սենիթ ոնց որ պայմանավորված լինենք 17-21 թվականի գոյապայքարի հուշամատյան գիրքս արդեն տվել եմ բանը էջադրման արդեն եւ այդ մի շատ կարևոր մասը այդ բռնադատումների ես վերնագրել եմ 17-21 թվականի գոյապայքարի մասնակիցների հաշվի արտար Տիգին Խառատյանը ուրիշ ֆորմատ այնց առաջարկում ես փորձեմ այդ ֆորմատով ներկայացնել այս նյութը Ուրեմն ընդհանուր ես բռնադատումների առանձնահատկությունները ես 3 մասի եմ խոսքս բաժանում Սյունիքում առանձնահատկությունները փորձել եմ բռնությունների առաջնային թիրախները եւ նաեւ վերջում ժամանակագրություն ես փորձել եմ այդ բռնադատումները ըստ տարեթվերի բաժանել չգիտեմ մեր մոտ այդ բռնությունների թեման ես շատ ոչ թե անբավարար նույնիսկ չգիտեմ էլի ինչ ոնց գնահատենք հսկայական աշխատանք արել Տիգին Խառատյանի բրիգադը տենց բայց այնքան չի չգիտեմ այդ թեմային այդ գործերին ծանոթ մարդիկ գիտեն ինչքան շատ անելիք կա որ չեն կարել ուրեմն նախ առանձնահատկությունների մասին ուզում եմ բանանեմ իմ կարծիքս ճիշտ ասած ըստ գավառների այդ բռնությունների թեման չի ուսումնասիրել ասենք Վայոց ձորը Զանգեզուր Լոռի Երևան չգիտեմ էլի բայց ենթադրելի է որ մի 3 կետ եմ նշել որ առանձնահատկություն կարող ունենալ Սյունիքի այդ բռնությունները առաջին որ հիշենք որ Սյունիքը եւ 5-7 թվականին եւ 17-21 թվականին սա կարելի ասել եզակի առնվազն այն հաղթանակած մեր գավառներից է որ եւ պայքարել են եւ կռվել են թուրքերի ադրբեջանցիների դեմ եւ հաղթել են եւ կռվել են Կարմիր բանակի դեմ սովետական բանակի դեմ եւ հաղթել են եւ 4 տարի այս ժողովուրդը ապրել է ինքնավար ձևով սկզբից Հայաստանի Հանրապետությունը չի կարացել պաշտոնապես բանանի եւ դրանից հետո կիսանկախ անկախ այտենց վիճակում իրանց սեփական ժողովրդական ռեսուրսներով պետականության մի միավոր են ունեցել Ստելլարն Հայաստանում եւ այդ ժողովրդին բնականաբար այդ դրան պատժողը դրա ճշնամին պետք է որ առանձին ձևով նայեր եւ այդ ենթադրում եմ այդ զանգվածայնության այդ ծավալների չափով Սյունիքը ոնց որ թե ավելի մեծ այդ բռնությունների է ենթարկվել երկրորդ առանձնահատկությունը ուրեմն ավելի շուտ երրորդ ասեմ արդեն բանը չէ երկրորդ ուրեմն ինչա որ քանի որ Զանգեզուրից եւ Բաքվում Բաքվահայությունը եւ Միջինասիայի հանրապետություններում ամենաշատը եղել են արաբացիներ, արցախցիներ եւ զանգեզուրցիներ եւ քանի որ այդ տեղեկությունները համարյա չունենք մենք շատ ցավալ են այսինքն Հայաստանի արխիվների եղածը շատ չնչին չասեմ բայց շատ անբավարար է որպեսզի ընդհանուր պատկերը քանակի կամ մի խոսքով ներկայացնենք էլի բան ասենք այսինքն մեր ուսումնասիրությունները հենվում է հիմնականում Հայաստանի
պատմության արխիվի տեղեկությունների վրա։ Եվ երրորդ մի հետաքրքիր բան ասենք, որ օրինակ Վայոց ձորում ճիշտ ասած չեմ հանդիպել, գուցե ուրիշ տեղ է լինի, բայց հետաքրքիր է, որ ստեղ բռնադատման ժամանակ մեղադրել են մարդկանց ոչ միայն այդ մասնակիցներին, ոչ միայն նրա համար, որ կռվել են Կարմիր բանակի դեմ, սովետական բանակի դեմ, ու տրամաբանական հասկանալի է։ Շատ տարածված է մեղադրանքը, որ այդ մարդիկ կռվել են ադրբեջանցիների դեմ։ Ադրբեջանը պիտի գա, կոդորեր, հա, թուրքերի բանը, ադրբեջանցիներ, էլի, որտեղ հիմնական բան, ուրեմն գնացել են իրանք էլ իրաց յուղերն են գրավել, պիտի չգրավեին, էլ սպասեին, գային, կոդորեին, բան, որ սովետականը չեկիստներին դուր կար, այդ բանը, եւ մեղադրանքների հիմնական մասն էլ բանը այդ է եղել, որ ադրբեջանցիների դեմ կռվել են ադրբեջանական խաղաղ ադրբեջանցիներին, որում այտենց էլ նշված է այդել։ Լավ, հիմա ուզում եմ թիրախների մասին կարճ էլ ասեմ, հետո որ մի քիչ ավելի ժամանակ կունենան, մի քիչ ավելի կտարածեմ։ Ուրեմն բռնությունների առաջի թիրախները։ Առաջ բանը այն հիմնական թիրախը եղել է հայկական պետականությունը, իմ հասկացածս, իմ տպավորությունից, եւ դրա այդ պետականությունը ներկայացնող հաստատությունների անձինք։ Առաջինը հենց ասեմ ռազմաքաղաքական ղեկավարները։ Ես գլխավոր մարդկանց մասին կասեմ, ուրեմն Զանգեզուրը դե երկու անգամ է սովետականացել։ Մեկը 1920 թվականի հուլիսի 5-ին են ասում, 5-ին մտել են Զաբողից, 6-ին թե 7-ին մտել են Գորիս։ Հետո մի քիչ ավելի տարածված, ասենք, որ ես ասեմ 5, կարող մարդիկ ալեն ասեն 7 Գորիսը կամ 7 ասեմ չէ 5-ին։ Ոսկե հուլիսի 5-7 տենց ասենք, երբ որ մտել են շատ խաղաղ ձև։ Բանը նույնիսկ դրոն խռովել է, որ զանգեզուրցիները շատ ակտիվ չեն, որ իր զորաբանակը էքսպեդիցիոն զորամասը, որ 19 թվականի դեռևս դեկտեմբերից գտնվում էր Զանգեզուրում, բանը իրանք ուզեցել են կռվել նախ Արցախում էին, չէ, իրանք ապրիլի կեսերից դրոն զորքով մտել էր Արցախ, մի ամիս ու կես մոտավորապես մնալուց հետո տեսնում արդեն բոլշևիկյան փոմորումներ ալին, իր բանակը փրկելու համար Բերմաստ է։ Բերմաստը տեսնում աստեղ է շատ բոլշևիկյան ռուսական ամեջ տրամադրություններ կա եւ բանը, եւ տեսնում ալ կռվելու տրամադրություն չկա, ինքը հեռանում է դեպի Վայոց ձոր։ Խաղաղ ձևով ոչ մի դիմադրություն, ոչ մի տես բան չի եղել եւ հանկարծ այդ բոլշևիկներն իշխանությունները գալիս են, սկսում են մասսայական բռնություններ։ Եւ առաջի թիրախում բանը սպաներն են լինում։ Ես 4 մի փոքր դատական գործից տվյալներով դատուն ծավեդիս է եղել, բանը տանում են որ գնդագարեն մոտ մի 10 քանի հոգու։ Դրանցից 3 հոգու անունը ինքը տալիս է։ Սպաներ գրած էր Վիրաբյանի գրքում կան այդ սպաները, որ 20 թվի հուլիսի 8-ին, հուլիսի 7-ին մտել են Գորիս, հուլիսի 8-ին այդ մարդկանց տանում են գնդագարեն։ Այդ մարդիկ ոչ մի դիմադրություն բան եւ գնդագարել։ Ուզում ասեմ այդ բռնությունները սկսել այդ դերից։ Բնականաբար դրա դեմ ինչ որ մի բաներ դի անեին, փախնեին բան ու դրան հագարակ նորից այդ զանգվածային բռնցքային։ Ուրեմն գիտենք որ այդ բանը հուլիսի վերջերին որ Արշակ Շիրինյանը խորենին մեր Արշակ Շիրինյանը Սյունիքի գյուղապայքարի ամենակարևոր դեմքերից է, կազմակերպիչներից մեկն է եղել, պարլամենտի անդամ, նաև խորենին է պարլամենտի անդամ եղել, որ ուղարկվել է մայիսյան ապստամբությունից հետո Սյունիք, իր հարազատ Սիսյանի բռնակոտ գյուղացի է ինքը։ Եվ իրանց բռնում են այնտեղ բանի Շինուար գյուղում, բերում են բանտ, ես մի փոքր դրվագել, որ դրոն ամսի օգոստոսի 1-2-ին Վայոց ձորից գալիս է ազատագրումա մի շաբաթով, նորից նահանջում է, այդպես մի դեպք ա եղել, ուրեմն այդ դեպքի հետ կապված հենց բանտում են դինում, իրանք խորենին, Շիրինյանը, նաև այնտեղ շատ բան եւ ադմինիստրատիվ գործիչներ են, օրինակ Զաքար Տեր-Ղազարյան, այնտեղ Աղամյան, այնտեղ սրանց էլ բանտում հենց այդ օրը նույնիսկ պատճառաբանում են, քանի որ դաշնակները ավանտյուրա են նայել, իրանք այս մարդկանց բանը շատ դաժան ձևով սպանում են։ Բանտը մոտ 17-20 հոգու տես բանտարկյալներ, դրանց ինչ որ ասում եմ, դրանք հələ որ արկա են հրապարակում, ոչ հրապարակված բանը շլիկն է։
ես այլ բան ցուցմունքներում հանդիպել եմ, որ այդ նույն շրջանում խնձորեսկին բանդարգածին եղել սպանել են, դրանց մասին համարյա ոչ մի տեղ չկա, մենակ այդ բանի դատական գործերում այդ հայտնի այդ Տեր Գրիգորը Կորնիցոյի, որ 17 գնդագարում են բանը 7 թվերք ստացած գալիս է հասնեմ դրոն Իրանով չէ, բանը Կորնիձորն էլ է Տեր Գրիգորը եղել, դրանց շփոթել են իհարկե ժամանակին։ Այս ուրիշ Տեր Գրիգորա, բանը ու իրան տանում են հարաշտերտում ինքը թղթակցություն է տալի, այդ կա, այդ հարաշտերտում ոնց են սպանել բան, հա, այտենց այդ այնուհետև ասենք որ վերևի առաջի շարքի ասենք Սյունիքի գոյապայքարի ղեկավարներից հիշենք ուրեմն 3 հատ գեներալ կոմիսար են ունեցել, գեներալ նահանգապետել են ասել, առաջինը Արսեն Շահմազյան, մի չգիտեմ, բանը շատ մեծ գործ կատարած, բայց շատ քիչ իր մասին որ խոսում են, Սյունիքի մասին որ խոսում են, անմիջապես Նժդե, Անդրանիկ, բայց բանը այսպեսի գնահատական կա, ասում է, եթե այսօր Զանգեզուրը Հայաստանի մաս է կազմում, սա ասում է առաջինը Արսեն Շահմազյան, հետո սպարապետ Նժդեի են պարտական, եւ գորիսեցիները դե իր արձանը կանգնեցնեն, իհարկե անունով փողոցել չկա։ Արսեն Շահմազյանը 22 թվին է ձերբակալվել, հետագայում ինքը եղել է գեներալ կոմիսար առաջինը, ուրեմն ավելի շուտ է նշանակվել 19 թվի մարտից մինչև 19 թվի նոյեմբերի վերջը։ Այդ շատ կռիվների ղեկավար վերջը սա բանը 22 թվին ճիշտ է այլ առիթով է ձերբակալվում հիատատական գործերը մենք չունենք Թիֆլիսում պիտի լիներ չունենք էլի որ ասենք կոնկրետ իրան ես վստահ եմ որ այս շատ կարևոր դեր է խաղացել ստե եւ սրա համար էլ պիտի որ բանաներ էլի այդ մեղադրվեր բանը 37 թվին գնդակահարել են խելագարվել է հետո բանը անդադ ակսովներում բանդորներում Նժդեի մասին էլ կարճ ասեմ գիտենք 44 թվին ձերբակալվել մինչև բանդարգություն ասեմ պատժել են այս ով որ մասնագից է եղել իմ նպատակը ասելիքս է դա էլի հետո բանը բարձրաստիճան սպաներ են ցածրաստիճան սպաներն էլ համարյա բոլորին ոչնչացրել են Ստեղ ունեցել ենք մոտ 5 գնդապետ եմ իմանում, որ Սյունիքի գոյապայքարի մասնակից 5 գնդապետի Հայաստանի Հանրապետության բանը գնդապետի կոչում են ունեցել գնդապետ Խաչատուր Մալինցյան 32 թվին ձերբակալվել է 20 թվին բանը արտաքսվել է ինչի խնդիր ունեցել արտասահման մի 5 տարի ապրել է հետո դրա մասին ես գիրք ունեմ բան արտաքսվել է Հայաստանի Հանրապետության դրոյի կողմից բան հələ ինքը եկել է Մոսկվա մի խոսքով մի արկածային կյանք ես դրան վերաբերյալ 14 թվին գիրք ունեմ հրատարակած Զանգեզուրի գոյապայքարիոց Խաչատուր Մալինցյան վերնագրով ուրեմն ինքը եկել է աստե 32 թվին դատվել է շատ ֆանտաստիկ արկածախնդիր մարդ է եղել նաև շատ իր բանը կենսագրությունը մի ոնց որ դետեկտիվ գիրք լինի այդ դատական գործը մի 400 էջանոց գործ էր դրանից այդ գիրքը որ բան եմ արել ուրեմն գալիս է մի խոսքով ստեղ 32-33 թվին բանդարգում են Երևանում աքսորում են Սիբիր ընդերից անուն ազգանուն այլ մարդու կերծանունով ընդորում այլազգ բանը կինը երրորդ կին Լեոյի ալինում ինքը գնում են Կիևում են ապրում դեղից ինքը չգիտես ինչի գնում է Մոսկվա դերից անհայտանում հետո Վիրաբյանը ասաց որ բանը գնդակահարել են չեն կողմանում էլի այդ ժամանակ գնդակահարել են ուրեմն երկրորդ Գարեգին Ամիրխանյան ինքը ծննդու Բաքվեցիա թե որտեղից է գնացած չգիտենք եկել է բանի էս սա Արսեն Շահմազյանից հետո է եկել քարանույցու փեսայա լեննական ապրել ուրեմն դե գնդապետ ա եղել բոլոր կռիվներին մասնակից վտարանդվել է Պարսկաստան հետո հետադարել ու բռնել են այս մարդուն մինչև 37 թիվը 4 անգամ համարյա տենց բռնել ակսորել բանդարգել հետա եկել հաշվապահ աշխատել նորից վերջը 37 թվին գնդակահարում են բանը Սմբատ Թորոսյան, Էզղափանցին, բանը Սիսյանի, երբ որ Պողոս Տեր-Դավթյանը հրամանատարը Սիսյանի մահանում է ինքնալինում
բանը Գրիշայի գրքում շատ բան կա ասրա մասին, գնդապետ Սմբատ Թորոսյան։ Սան էլ անդադ բանդարգություն, ձերբակալություն, բանդարգություն, հետո բանդից 32 թվին կարծեմ ազատվում է, մի քանի ամիս մնում է ու մահանում է։ Սա էլ չէ՞ դե համարում բան բռնադատված։ Հա։ Եվ բանը գնդապետ Միքայել Մելիք-Օհանջանյան, Մեղրի հրամանատարն եղել 20 թվի ամառվանից եկել է ստեղ բանը դի հետ դառնալ չի կարացել այդ բաները ինքը մնում է ստե նժդե իրան վերցնում է նշանակում է բանը Մեղրի ընդհանուր հրամանատարը եղել է Կարապետ Մելիք-Օհանջանյան, գիտեք այդ ակադեմիկոսը իր աղբերն ա եղել շատ նշանավոր տոմ ընտանիք են եղել Էլի իրան բանը անցնում է Պարսկաստան, հետադառնում որոշ ժամանակ կարում են պահեն չոր ծանոթություններ, բաներ, էլ հաշվապահ աշխատում, հետո բանը 30-ը մի քանի անգամ են բանդարգել, էլ 37 թվին բանդում ալինում, 37 թվին հենց բանդերում էլ առանձին որոշումներ ալին Մոսկվայից թե որտեղից Ռուսաստան, որ գնդագահար էր, հենց 5 տարի պիտի նստել, բայց ընթացքում այդ ձեր դեպքեր ես էլ եմ հանդիպել դուք էլ ծանոթ կլեք դենց որ երկրորդ էլ հաջորդ անգամ չեն բանանում էլ այս բանդում ինչ որ որոշման համաձայն գնդագարում են այս հրամկազմը երկրորդ կարգի մեկը հենց այդ որ ասեցի հենց հուլիսի 8-ին մարդը ասենք ավետից դադունց այնտեղ անուններ է տալի մի քանիսը հա որ իր հետ տարել են փախելա հետագայում քանի մի քանի անգամ էլի ձերբակալել են, բանդարգել են եւ իր մեղադրանք եղել ասում են ինչ եք փախել գնդագարությունից ասում է դե կյանքը թանկ է էլի բոլորի համար փախները բրծում մեղադրանք որ մարդը չի ուզացել գնդագարի абսուրդ ընդ որում ինքը բացատրում ասում է դադավոր եղել է թուրք հուլիսի 8-ին այդ Գայբով ազգանունով մի թուրք դադավոր ա եղել իրան էլի հայ սպաների գնդագարությանա դադապարտել այսպես Էլ շատ տենց սպաներ կա չեմ ուզում կենտրոնանալ անուններ բան կա ամեն ինչը վարչական աշխատողներ բան շատ կան էլ ստենց հեսա կանդրադառնանք ավելի Նիկոլայ Օսիպով մի քանի ցուցակում ա գնում Չէ մենք բան կանենք ժամանակը ինքը հա մի քանի ցուցակում ա գնում վերջում սա ասեմ կա բան որ մեկ էլ բան մեկը 26 թվին ա ձերբակալում ինքը մի քիչ ավելի ուշ է հա 30 Օջախկուլին այդ Արմենակ Պարոյանի գործի հետ է կապված Արմենակ Պարոյանի հարցնում redaktor էլա սրանց էլ մի խումբ է բռնադատվածների որ հեսա կասեմ էլա ուրեմն քահանաներ redaktor 10 ամբողջական չի 10 քահանայի անուն են գրել որ եւ իրանք եղել են եւ քահանա բայց միջև այդ եղել են բանը այդ ինքնապաշտպանության Զանգեզուրի գաղափարի մասնագետ շատ ակտիվ մասնագետ են եղել հետո եկել է արդեն բանը սովետական շրջանում չեմ կարող ասեմ ինչ պատճառով քահանայություն են արել 10 հոգու մեկը ուրեմն Կորնիձորի քահանա Տեր Գրիգորի մասին ասեցինք Տեր Մարտիրոս Տեր Հովանեսյան Հարժից Տեր քահանա Տեր Ղևոն Տեր Սարգսի Վարդանյան Տեր Մարտիրոս Տեր Հովանեսյան Սվարանց գյուղից է Տաթևի մոտիկ գյուղը Տեր Հովանես Տեր Մինասյան Տեր Մինասյան Մինքենդից եկել է Վաղատուր այդ նշանավոր այդ Մինքենդի այդ կոդորածի մասին այդ հուշագրության հեղինակի աղբոր տղեն է Գալուստի տղան է Ուրեմն Տեր Հարությունյան Տեր Հովանես Մակարի Մալիքլար հիմա Սպանդարյանն է կոչվում Տեր Հովանես Մակարի Տեր Հարության Անգեղակոթի Տեր Վահան Տեր Ասատուրի Տեր Ասատրյան Լծեն գյուղը Սիսյանի Տեր Վարդանյան Տեր Հարություն Ծերունի Բազարչայ Բազարչայ իհարկե ուրիշ տեղից է եկել սրանք այնքան քիչ մասն է ուղղակի ընդհանուր պատկերն եմ ուզում էլի ներկայացնեմ Ուրեմն ասացինք որ բանը սովետական իշխանություն սովետական կարգեր Զանգեզուրում երկու անգամ ա եղել մեկը 20 թվականի հուլիսի 5-ից ասենք 5-ից մինչև 20 թվականի նոյեմբերի 20 երբ որ բանը ապստամբական ուժերը Նժդեի մեկ էլ Սիսյանի ուժերը նաև տեղի ապստամբության շնորհիվ սովետական զորքերին ջարդին ու բանը նորնդեցին դեպի Ղարաբաղ Եվ այդ շրջանում կատարված հսկայական քանակության բռնությունների դեպքեր ա եղել, որ ասեցինք, որ
առաջի թիրախներում եղել են այդ վարչականը, ասենք որ իշխանության մարմիններում են աշխատել, սպաներ ասեցինք, նաև որևէ աչքի ընկնող մարդ, ազգային խորհրդի անդամներ են եղել կամ մեծ մի քիչ հարուստներ են եղել, կուլակ ասենք, էլի, տենց թալանների մասին այդ Արնոտ գիրքը, ազատությունի գիրքը, որ բանը մեկի հեղինակը Տիգրան Սազանդարյան, մեկ էլ Ասլան Շահմազարյանն ա եղել խմբագրել է նժդեհը, դրանք հենց 20 թվին Սասուն տպարան, Գորիսի տպարանում են տպվել, հետները տարել են այնտեղ բանը մարդկանց կա, դրանց մասին թե ինչքան ինչ բռնություններ են արել գյուղերի հանդեպ հատկապես, ասենք նույնիսկ Քարահունջ գյուղի թե ինչեր են արել դեր, Հարժես գյուղում, ինչքան կոդորած ուղղակի դեղ նաև Կարմիր բանակի մաս է կազմել մոտ 1200 հոգի թուրք ասկերներ են եղել, որ սրանց պատրաստում էին Զանգեզուրով անցկացնել։ Հա, Նախիջևան եւ Նախիջևանից ուղարկեն բանը Աթաթուրքին։ Ես ուզում եմ հիմա ժամանակագրություն ասենք անդրադառնամ, այդ ասեցինք այդ 20 թվի առաջի սովետականացման շրջանը, հիմա բանը ինչ բռնադատումներ են եղել բանը ըստ ժամանակների, ասեմ, ուրեմն Լեռնայաստանի անկումից անմիջապես հետո այդ բան ես վերնագրել եմ համաներման թանակը դեռ չչորացած 21 թվի աշնանը արդեն որոշները արդեն բանից Պարսկաստանից վտարանվել են Նեդերլանդստը կապ չունի բանը ձերբակայել են իրանց տները ընդ որում այս դակտիլ այս բռնության յուրահատկությունը որն է դատարան բան չկա տրոյկա չկա բանը այդ գյուղերի կոմբջիջները ժողով են անում սկսում են իրանց գյուղացի ասենք տեղ գյուղինը կա Քարաշենինը կա դեռ տալիս է որ այսինչ անձինք sense բաներ են արել իրանց ջուղում էլի եւ իրանք ենթակային գնդակահարման Վադի սրանց ուղարկում են հետո բան Երևան բերում են Գորիս այդ կոմբջիջի այդ նիստի այդ արձանագրության հանդերձ ոնց որ դադավոր են էլի այդ մարդուն գնդակահարության են դադարել բերում են Գորիսից էլ ուղարկում են Երևան բանը նպատակահարմար չհամարելով այդ գնդակահարության ակտը տեղում կատարել դրանց մասը իհարկե ազատվում է իրանց հետագա ճակատագրի ես չգիտեմ էլ այդքան չեմ խորացել ժամանակի բերումը չեմ հասցրել էլի ուրեմն նեպի առաջի տարիների բռնադատումներ են վերնագրել սրա տակ հենց նոր Տիգին Խառատյանի հիշատակեց այդ բանը օջախ գլու սպանության դեպքը իհարկե սա առիթ է եղել այնտեղ շատ ավելի ուրեմն դեմքեր են եղել որ նույնիսկ բանը իրանց նույնիսկ դեպի մի քիչ քրեական ուզում ասեմ իրական բռնություններ են արել այդ մարդի մեր հրամանատարներից են եղել Բաքվում այդ 18 թվերին բանը պատերազմական իրավիճակում էլի քաղաքատիր իրավիճակ չի եղել թուրքերի դեմ այդ Շնամու դեմ բնականաբար դաժան են եղել եւ այլ սրանցից երկուղիթի շատ կարևոր ուղղակի վախեցել իմ կարծիքս նա որ սովետական այդ բռնաբանը չեկիստները ուղղակի վախեցել են դրանցից ու ոչնչացրել են սրանցից շատ ակնառու մեկ է Արմենակ Պարոնյանն ա եղել որ իմ մոտ կա մեկն էլ բան Տաթևացի Վարդանը ա եղել որ այդ Տաթևի ժայռից բրկցելու բանը մեղադրում են իրան էլի իրականում ավելի մեղմ այդ չափերը այդ զավալները իմ գրքում կա այստեղ չեմ ուզում ասեմ ավելի չափազանցված է խոսքով այդ բանը Տաթևացի Վարդան շատ էլ շատ ուժեղ կռվողներ են եղել բանը Տաթևացի բանը Վարդանին զինվորական աշճան չի ունեցել բայց Արմենակ Պարոնյանը ունեցել է կորնետի զինվորական աստիճան Բաքվի ինքնապաշտպանության շատ կարևոր մասնագետ եւ հրամանատարներ են եղել այդ նեպի առաջի տարիներին վերջի բռնադատման հաջորդ փուլը այդ կամպանիան բռնադատումները նեպի վերջին տարին ես պայմանական եմ նեպը դնում որտեղ վերջի տարիներին նեպից հետո այստեղ 33-ի գործ դրանց տակ 33 հոգու անձնավորության ընդ որում ես ասեմ բոլոր դատական գործերը ես քանի որ չէի հասցնի վերցրել եմ ջոկել եմ այն բան դատական գործերը նախ գրքից մեջ դրել, հետո այսօր բնականաբար ներկայացնեմ, որոնք ավելի ցույց են տալի կապված են այդ ինքնապաշտպանության, այդ գոյապայքարի կռիվների հետ, այդ անձինք, ասենք, թե չէ ընդհանուր մեր շատ է եղել։ 33-ի գործ ստեղ մտել են ստեմելը հայտնի է այդ Ստեփան Մելիք Փարսատանյան նաև մշակույթի Գրիշայի ես հիմա արդեն տպարանում բանը այդ գրքի հեղինակն է
Այնտեղ Արտեմ Խանզադյանը եղել, արդեն մի քիչ երկրորդ կարգի դասակապետ էր, վաշտապետ էր, այդ կարգի բանը Ղափանի ցենց մի 10 հոգի Ղափանից վաշտապետներ, ստեղի վաշտապետներ, բաներ, այդ կարգի նույնիսկ շատ ժամանակ զինվորական աշճան չեն ունեցել, բայց հրամանատարներ են եղել։ Մեր մոտ հետաքրքիր է այդ Վայոց ձորի տեղեկություններով այնտեղ մեր հուշագրողներից մեկը այդ 26-27 թվի այդ մասին եմ էլի խոսում։ Այդ անվանել է ուսուցիչների բանդարգություն կամ ուսուցիչների ակսո, քանի որ Վայոց ձորում ասենք ադամնաբույժ չենք ունեցել, ուրիշն էս պաշտոնյա չեն ունեցել, ըստ երևի թիրախը բանն է, մտավորական, ինչու կրթություն ունեցող մարդիկ են եղել, մեր մոտ կրթություն ունեցողները սաղ դասատու են եղել, բոլոր համարյա դասատուներին 26-27 թվին մեծ մասին Վայոց ձորում բռնել բանդարգել են։ Բանը Այստեղ մի քիչ ավելի ցուցակը ավելի ընդլայնված է, ավելի մասնագիտական բանը մի քիչ ավելի ընդարձակ է, բացի դպրոցի ուսուցիչ աշխատողները ավելի 30 թիվը ամենամասսայական ձերբակալությունը, ասեցի նախորդը 33 ցուցակ բանը խմբակային բռնադատումներ ա եղել եւ 90-ի ձերբակալություն են տրել պայմանական էլ 30 թվի հետ կապված։ Ուրեմն այդ նույն այդ բանը Օսիպովը, Նիկոլայ Օսիպովը, իր աղջկան երևի ճանաչել եք, բան Նաև Նիկոլայ Համելին։ հա ուրեմն սա դե գավառապետ ա եղել այդ շրջանում, ճանաչված մարդ ա եղել, հետագայում իրան ավելի ուշ ա եկել Պարսկաստանից, եկել ու ձերբակալել են մի քանի անգամ, բայց քանի որ շատ հարգված ա եղել, նենց չեն կարացել շատ պահեն, կարճ ժամանակով, բայց 30 բանը թվին արդեն ընդորում ոչ միայն իրան, տարել են գնդակահարել, հետո իրան մտցրել են ցուցակում։ Ես բազմաթիվ բաներ այլ բռնադատումների դեպքեր ունեմ, մենք սովորած ենք, որ սկզբից բանը այդ դատ աղել կամ տրոյկեն կամ նենց բռնադատ ես լիքը ցուցմունքներ ունեմ այդ բանը գյուղերի վերաբերյալ, որ այդ բանտական շարժումը Գորիսում չի ծավալվել երևի, նաև դրա համար որ այդ գլխավոր այդ որ կարայի ինչ որ դեմ կլինեին կամ էլ հագարակը իրանց ուրիշ նպատակ են ունեցել սպանել են, կարող է տարել են, բանդում են սպանել, բան սպանել են, հետո այդ 90 հոգու դեն ցուցակ են կազմել բռնադատումների բանը այդ ֆոնդը բանը կա 90 հոգու անուն կա ու էլ այդպես բանը մեծ մասամբ այդ բանը գոյապակարի մասնակիցներն են էլի առաջի թիրախում դեռ իհարկե նույնիսկ երկու թուրքի անուն կա ասենք բան հաջորդ ժամանակային առումով 36-38 այդ որ ընդունված է բանը այդ մասսայական բռնությունների ժամանակ էլ Գորիսը շատ առաջնային տեղ է գրավել այս ժամանակի այստեղ մի բռնադատման գործ են վերցրել 8 հոգու բոլորինը գնդակահարում են այդ թվում նաև Սերո Խանզադյանի հորը Նիկոլայ Խանզադյանը եղել է բանը կռիվների վաղական ակտիվ մասնակից ա եղել Սուրհանդակ ա եղել բանը Նիկոլայ Արաքելի Խանզադյան նաև իրանց ընտանիքը 49 թվին աքսորում են հետո բանը Սերո Խանզադյանը գնում է այդպես ինչ-որ դեպք կա ես լսել եմ իհարկե գնում է Գրիգոր Հարությունյանի խնդրում է բան կես ճանապարհից ոնց որ գնում են բերում են էլի այնտեղ բանը անազգանունը չգիտեմ էլի բանը ինչքան է նպատակ հա հեսա լավ ուրեմն կարճ ուրեմն 36-38 կամպանիայից դուրս մնացած մի շատ հետաքրքիր բռնադատման գործ կա 39 թվին Կոստանդին Օրբելյանի հորեղբայրը Ալեքսանդր Օրբելյանը եղել Տաթևացի, դա Տաթևացիներ են եղել, այդտեղ բանը իր հորը դե 36-ին են բռնում, 37-ին կարծեմ գնդակահարում, աղապարոնի, բայց բանը Ալեքսանդրը էլ Տաթևի դեպքերի շատ կարևոր կազմակերպիչներից հալն եւ Կարմիր բանադիտեմ եւ ադրբեջանցիների դեմ շատ կարևոր դեմք ա եղել 22-ին գնում է Բաքու եւ 39-ին բռնում են շատ զարմանալի է մենք ընդունված ասենք 36-37 կամ շատ 30 բայց 39-ին բռնում են 41-ին գնդակահարում են այդտեղ շատ հետաքրքիր գործ ա ելը Ալեքսանդր չէ 39-ին բռնել են 41-ին գնդակահարել 41-ին է պատերազմից առաջ չէ պատերազմից առաջ գնդակահարել են
Եվ պատերազմի հետ կապված հիմնականում այդ բանը լեգիոնականներ մեծ էլ ասենք 47-ին բան եկել են, սրանցի հետաքրիր այդ 49 աղցորներ նույնիսկ ձևակերպումների մի զգալի մասը կա, հեսա կարդամ, ստեղ տալիս է դա մի խոսքով այդ ազգայնական կուսակցության անդամ այդ բանը էլը կապակցել են ինչ որտեղ էլ այդ գոյապայքարի հետ, այսինքն այդ գոյապայքարի բանը հիմնական թիրախն է եղել, իմ ասելիքս այդ էր, չգիտեմ, եթե ավարտել եմ, ժամանակը Շնորհակալություն։